Բարև ձեզ Տիկին Պալյան։ Բարև ձեզ։ Օրերս կալանավորվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալը ազդարարեց, որ անժամկետ գործադուլ են հայտարարում, այսպիսով փաստորեն վտանգելով քաղաքի կառավարումը։ Խնդրում եմ ասեք, որքանով տեղյակ եք, որքանով իրազեկված եք այս պահին կառավարման հետ կապված հանրապետության երկրորդ քաղաքի որևէ ճգնաժամի նախադրյալներ կան, թե ոչ, արդյոք քաղաքապետարանը շարունակում է բնականon իր աշխատանքը։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար, այո, դուք ճիշտ եք, երբ ենթադրյալ կաշառակերին ձերբակալեցին իր փեսան, ով նաև համատեղությամբ Գյումրու փոխքաղաքապետ է աշխատում, հայտարարեց, որ գործադուլ են հայտարարելու, չեն աշխատելու, բայց ընդամենը կես ժամ անց համայնքապետարանի պաշտոնական էջով իրենք իրենց հերքեցին եւ ասացին, որ շարունակելու ենք մեր բնականon աշխատանքը, երևի հասկացան, որ խնդիրներ կունենան, հա, աշխատանքի հետ կապված քաղաքը կոլապսի կմատնվի եւ դրանից կտուժեն միայն իրենք, հերքեցին Ավետիս Առաքելյանի փոխքաղաքապետի հայտարարությունը եւ որոշեցին, որ պիտի աշխատեն, այդ գործադուլ չեն անելու ու իսկ ձեր այն հարցին, թե արդյոք աշխատում է բնականon հունով կամ ոչ, ես ճիշտն ասած չեմ կարող ասել, որովհետև ընտրություններից հետո ես քաղաքապետարանի բնականon աշխատանքը չեմ տեսել ու չեմ հասկանում, թե դա ինչի մասին ենք խոսում, որովհետև քաղաքը ցավոք սրտի այնպիսի մարդկանց ձեռքում է այս պահին, որ այդտեղ բնականon աշխատանքի մասին խոսել հնարավոր չէ։ Բնականon աշխատանքը այդ մարդկանց համար փաստորեն եղել է կաշառակերությամբ զբաղվելը, արատավոր վարքեր ու բարքեր ցուցաբերելը, այնպես որ խոսել բնականon կառավարման մասին այս պահին Գյումրու պահով ցավոք սրտի չենք կարող։ Որովհետև խոսակցություններ են մեզ հասնում, որ հնարավոր է X պահի նորից սկսեն սաբոտաժի դիմել համայնքապետարանի աշխատակիցները, քանի դեռ Վարդան Ղուկասյանը չի հայտնվել ազատության մեջ։ Դե ամեն բան սպասելի է, հենց առաջին օրը այդ իրավապահ համակարգի կողմից կատարվող գործողությունների առաջին օրը փորձեցին իրենք այդ սաբոտաժը իրականացնել, վստահ եմ դուք էլ գիտեք, Սիվիկով էլ հրապարակվել են ինֆորմացիան տեղեկատվությունը, որ մանկապարտեզներից երեխաներին տուն ուղարկեցին, երթուղայինի վարորդներին ստիպեցին, որպեսզի հրապարակում գան եւ պաշտպանեն, այսպես ասած, Վարդան Ղուկասյանին, այո, դա փորձ արեցին եւ ցանկացած բай այդ մարդկանցից ամեն ինչ սպասելի է եւ ես չեմ բացառում հնարավոր է քաղաքը ենթարկեն կոլապսի, բայց ամեն դեպքում միաժամանակ ուզում եմ վստահեցնել, որ Գյումրիում ապրող մարդը քաջ գիտակցում է ինչ է կատարվում։ Իսկ դուք հնարավոր համարում եք, օրինակ, հետեւյալ սցենարը գնալ արտահերթ ընտրությունների պայմանավորվածության քաղաքական պայմանավորվածության արդյունքում ավականին նորից վայր դնի մանդատները, նորից գնաք արտահերթ ընտրական գործընթացի։ Ես այս հարցին առիթ ունեցել եմ պատասխանելու եւ նորից պատասխանս նույնն է լինելու։ Մենք նախ պիտի հասկանանք իրավական տիրույթում ինչ հանգուցալուծում կունենա այս գործը, որովհետև եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ այստեղ քաղաքական տար փնտրել պետք չի։ Տեղի ունեցածը բացառապես իրավական process է, բայց եթե ստացվի այնպիսի իրավիճակ, որ արտահերթ ընտրությունների գնալու տարբերակ լինի կամ ելքը դա լինի, ապա ես վստահեցնում եմ ձեզ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բացարձակ ձայների մեծամասնություն է ստանալու։ Տիկին Պալյան, ձեր ընդդիմադիր գործընկեր Մարտուն Գրիգորյանը նախորդին քաղաքացիական պայմանագրին կառավարող ուժին մեղադրում էր Գյումրիում արյունահեղություն հրահրելու նախադրյալներ ստեղծելու մասին։ Դուք իհարկե այսօր ձեր ելույթում նախորդիվ էլ ձեր խմբակցության անդամներից Վահագն Ալեքսանյանը արձագանքեցիք, բայց խնդրում եմ եւս մեկ անգամ ասեք, ինչի մասին էր Մարտուն Գրիգորյանի ուղերձը, ինչ գաղափար էր ուզում փոխանցել կամ ինչ կանխատեսում էր անում, կամ ինչ հաթաթա էր տալիս, այսպես ավելի ճիշտ է ձևակերպել։ Անկեղծ չեմ հասկացել ինչի մասին էր ուղերձը, ու այսօրվա իմ ելույթը հենց դրա մասին էր։ Ես չգիտեմ այդ մարդը ում հետ է կռիվ տալիս, մեր գյումրեցիները լավ խոսք ունեն, ասում են ինքը իր շողքի հետ կռվում է, հա։ Ինքը եկավ, դարձրեց քաղաքապետ, ապահովեց, բավարար մի բան էլ ավել ձայներով, այսօր ասում է դուք ինձ չլսեցիք, ես ասում եի, որ Վարդանիկին առաջին պլան բերել պետք չի։ Այդ ով չլսեցի առաջին պլան, երեք երկար ճեպազրույց էր տալիս լրագրողներին, փորձում էր արդարանալ, ասում է տարբերակ չունեի, գիշերով գնացին, դուք գնայիք,
պարոն Գրիգորյան, չքնեիք գիշերը ընտրություններից հետո գնայիք եւ պնդեիք, որ վտանգ եք տեսնում, չգիտեմ, այդ ձեր հայտարարության մեջ նշած թեզերը պնդեիք մինչեւ վերջ, թե չէ եկել Վարդանիկին դարձրել եք քաղաքապետ, Գյումրին լրջագույն խնդիրների առջև եք կանգնեցրել մյուս 3 խմբակցությունների հետ միասին, հիմա եկել եք, ասենք, շատ մտահոգ դեմքի արտահայտությամբ ասում եք, ես սա գիտեի, որ լինելու է։ Գիտեիք, դեմն առնեիք, այսպես ասած։ Այսինքն գիտեր, որ Վարդան Ղուկասյանը կաշառքի է վերցնելու, ինչ ապօրինության է դիմելու, ինչ, այսինքն կարմիր կովնի կաշին չի փոխելու ասացվածքի տրամաբանություններ ուզում Եթե անկեղծ այդ ձեր ասացի վերաբերյալ Գյումրիում ապրող ցանկացած մարդ ունի համոզմունք։ Այո, բոլորը գիտեն, ցանկացած մարդով փողոցով անցնում է, կանգնեցնել եւ հարցնելու դեպքում մենք կստանանք այդ պատասխանը, որ այո, ոչ մեկի համար նորություն չէր եւ անսպասելի չէր Վարդան Ղուկասյանի այս կաշառակերության մեջ մեղադրվելը, ասեմ ավելի վատ գործերի եւ գործողությունների մեջ մեղադրվելը եւ ինձ թվում է հենց Մարտուն Գրիգորյանի հայտարարության տողատակերում էր խոսքը դրա մասին, բայց ամեն դեպքում քանի դեռ չի կանգնել ուղիղ տեքստով ասել, մնում է մեզ ենթադրություններ անել, բայց դրանով պատասխանատվությունից ինքը չի խուսափում, չնայած բոլորս գիտակցում ենք, որ այդ այսպես ասած անհասցե հայտարարությունները հենց դրա համար են, որ իր ուսերից փորձի թոթափել պատասխանատվության բեռը, որովհետև բոլորս քաջ գիտակցում ենք եւ այսօր ես իմ ելույթի ժամանակ էլ ասացի, որ այո, իսկապես դժվար է այդ պատասխանատվությունը կիսելու պարտք ունենալը, բայց դա մի խարան է դաջված պարոն Գրիգորյանի ճակատին, որը ուզի թե չէ, փորձի նմանատիպ հայտարարություններ տարածել թե չէ, ամեն դեպքում դրանից պատասխանատվության չափը չի պակասելու։ Տիկին Պալյան, մենք կենտրոնացել ենք միայն Մարտուն Գրիգորյան անձի վրա, բայց չէ որ առանց ավականում մյուս խմբակցությունների տված քվեների, մասնավորապես իմ հզոր համայնքի եւ Մայր Հայաստանի, Վարդան Ղուկասյանը չէր դառնա քաղաքապետ, իրենց պատասխանատվության մասին ինչու չեք բարձրաձայնում։ Նկատեմ, որ Մայր Հայաստանը առաջադրվել է նաև վաղաշաբաթում նոյեմբերի 16-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին եւ հավակնում է այո վերցնել իշխանությունը ավականիում։ Ձեր նշած խմբակցությունների պատասխանատվության մասին իհարկե խոսել պետք է, շատ է խոսել պետք, բայց թե ինչու եմ կոնկրետ ես հաճախ կենտրոնանում Մարտուն Գրիգորյանի պատասխանատվության չափի վրա, պատասխանեմ, որովհետև հենց իրա քվեարկությունը եւ իր մասնակցությունը ունեցավ վճռորոշ նշանակություն, այսինքն եթե մնացած են 3-ը կարծեմ ընտրեին Վարդան Ղուկասյանին, ապա եթե Մարտուն Գրիգորյանը չէր միանա, Վարդան Ղուկասյանը չէր դառնա քաղաքապետ։ Իսկ քանի որ վերջնական, այդ այսպես ասած կնիքը դրվեց Մարտուն Գրիգորյանի կողմից, դրա համար եմ ես հաճախ ավելի շատ խոսում պարոն Գրիգորյանի պատասխանատվության մասին, բայց միևնույն ժամանակ շեշտում եմ, որ հավասարաչափ նաև մյուս ուժերն են պատասխանատու։ Իսկ վաղաշաբաթի ՏԻՄ ընտրությունների սպասվելիք, որը տեղի է ունենալու սույն թվականի նոյեմբերի 16-ին, ես ընդհանրապես պիտի մեր հարգելի վաղաշաբաթի բնակիչներին խնդրեմ հորդորեմ, որպեսզի Գյումրին ունենան իրենց աչքի առաջ եւ Գյումրին իրենց աչքի առաջ ունենալով գնան ընտրատեղամաս, որովհետեւ մենք այլևս վերջնականապես համոզվեցինք, որ այն տեղերում, որտեղ Սերժա Քոչարյանական այդ բանդայի մնացորդներն են, որտեղ այդ մարդիկ հավակնում են իշխանության գալ, ապա վերջը այսպես է ստացվում։ Ընդհանրապես մի քանի ամիս անց խաթարվում է ամեն ինչ, պարզվում է, որ այդ մարդիկ չեն հրաժարվել ոչ միայն իրենց արատավոր ձեռագրից, գործողություններից, վարքերից ու բարքերից, այլ նաև տենչում են րոպե առաջ ունենալ իշխանություն, որպեսզի րոպե առաջ զբաղվեն այդ ամեն ինչով տարիներ շարունակ զբաղվել են, որովհետև դա այդ մարդկանց էությունն է, առանց դրա այդ մարդիկ ուղղակի չեն կարող ապրել, իրենց կենսակերպն է դա։ Տեսակետ կա, որ Վարդան Ղուկասյանի կալանավորումը ընդհակառակը կարող է կոնսոլիդացնող ազդեցություն ունենալ վաղաշաբաթում, ընդդիմադիր էլեկտորատը այո կոնսոլիդացվի եւ ինքնապաշտպանական բնազդից ելնելով ընտրի օրինակ հաղթանակ դաշինքի Ռոբերտ Քոչարյանի հովանավորյալ քաղաքապետի թեկնածուին, դաշինքին ընդհանրապես Մայր Հայաստանին կամ մյուս այլընտրանքային ընդդիմադիր ուժերին, ինչ կասեք։
Սա կարող է հակառակ ազդեցություն ունենալ Ես կալանավորման վստահ եմ, որ փաստը։ չի կարող ու նման տեսակետները բացարձակապես հիմք չունեն։ Այսօր շատ ու շատ տեսակետներ կարող է հնչեն, բայց թե դա ինչքանով է համապատասխանում իրականությանը, այդտեղ շատ վիճելի հարց ունենք։ Այն օրը մի լրագրող էլ հարցնում է, թե արդյոք սա ազդակ չէր վաղաշաբաթի տիմընտրություններից առաջ, բայց ես անկեղծ ասած կապը չհասկացա, ասում է հիմա բռնեցին Վարդանիկին, որ վաղաշաբաթում ընդդիմադիրները վախենան, նահանջեն, չգիտեմ, ինչ-որ հեքիաթի ժանրից ինչ-որ բաներ էին ասում, ասածս այն է, որ այս ընթացքում քաղաքական դաշտում հայտնվելու են շատ ու շատ տեսակետներ, շատ ու շատ թեզեր, որոնք իրականության հետ աղերս ունենալ չեն կարող։ Վարդան Ղուկասյանը ըստ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության կաշառակերությամբ է զբաղվել, որի համար այսօր կրում է պատասխանատվություն եւ ես վստահ եմ, որ շարունակելու է կրել, իսկ ինչ կապ ունի վաղաշաբաթի ընտրությունները այս ամեն ինչի հետ։ Մարդը կաշառք է վերցրել, զբաղվում են իրենով համապատասխան մարմինները, այնտեղ էլ քաղաքական ընտրությունների ենք պատրաստվում, մեկը մյուսի հետ կապ ունենալ չի կարող։ Նույնիսկ վարչապետին մեղադրեցին, ասացին, որ շաբաթներ առաջ ազգային ժողովի ամբիոնից ասաց, որ Վարդանիկը պետք է համապատասխան վայրում հայտնվի, իրավապահները օպերատիվ կերպով անցան գործի եւ գործը կարեցին նրա վրա։ Գուցե վարչապետը այդ հայտարարությունը անելու պահին արդեն նախնական ինֆորմացիա է ունեցել հնարավոր քրեական գործի մասին։ Վստահ եմ գիտեք, որ հենց երեք ես այս հարցը ազգային ժողովի ամբիոնից հղեցի Հայաստանի Հանրապետության վարչապետին ու դրանի պատասխան շատ հակիրճ պատասխան հնչեցրեց վարչապետը, ասելով կա ընդամենը YouTube-ի link եւ ես այդ հարցով մտահոգված քաղաքացիներին հայրենակիցներին կհորդորեմ ընդամենը այո այդ YouTube-ի link-ով մտնեն, անցնեն եւ հասկանան ինչի մասին է խոսքը, ինչ կապ ունի վարչապետի ելույթի կամ խոսքի ժամանակահատվածը Վարդան Ղուկասյանի կատարած արարքի հետ։ Այդ մարդը կատարել է արարք, դրան նախորդել է վարչապետի ելույթը կամ իմ գրառումը, իմ գործընկերների խոսքը, թե ոչ, մեկը մյուսի հետ բնավ կապ չունի։ Անցնենք մեկ այլ թեմայի, Տիկին Պալյան, գիտեք, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի շուրջ է օղակը գնալով սեղմվում, նա օրերս կարգալույծ է հռչակել Օհանավանքի հոգևոր հովվին եւ ի հայտ է եկել ձայնագրություն, համաձայն որի ամենայն հայոց հովվապետը հորդորել է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքների մասնակցել, նրան անվանել է մեղքի մարմնացում։ Ձեր արձագանքը նման հայտարարությանը հոգևոր հովվապետի կողմից, որը փաստորեն իր հոտի ներկայացուցիչներից մասնավորապես 680,000 հոգու քվեարկությամբ ընտրված վարչապետին մեղքի մարմնացում է համարում։ Եկեք հոգևոր բառը այս մարդկանց մասին խոսելիս չօգտագործենք, էլի ես հաճախ եմ խոսում այս մասին, այս մարդիկ ուղղակի նորից ինչ որ քաղաքական ժամանակին դեմքերի, հետնորդներն են, այսպես ասած, որովհետև այդ մարդիկ բացի հոգևոր աշխատանքից զբաղվում են ամեն ինչով, ու վատ իմաստով, բոլորս հասկանում ենք, Այսօր ամենայն հայոց կաթողիկոսի գահին նստած անձնավորությունը, կտրիչը, ամենամեծ սրբապիղծն է, ամենամեծ, չգիտեմ, սատանան է, ես միշտ ասում եմ սատանայի հետ գործարք կնքած անձնավորություն, Աջապահյանի մասին խոսելիս էի օգտագործում այս բնորոշումը, հիմա նաև կարող ենք կաթողիկոսի մասին խոսելիս նշել, երեք էլ Սերժ Սարգսյանն էր ինչ-որ ասել, երբ ասի իր կողքն ենք, հավաքվում ենք, տեղ ասի, ժամ ասի, բայց երևի իրենք պլանավորում են, որ այն կանխված ահաբեկչությունը հավաքվեն իրար գլխի, որ հասկանան ոնց են ի վերջո ավարտին հասցնելու, որովհետև այդ մարդիկ եկեղեցում անելիք չունեն, վարչապետը շատ ճիշտ է նշում, որ վեհարանը շատ շուտ պիտի վերադառնա իրականում վեհին, որովհետև այն մարդիկ, ովքեր ոչ աստվածահաճո մեղմ ասած գործունեություն են ծավալում այդ սքեմի տակ, ապա պիտի շատ շուտ լքեն մեր սրբավայրը եւ իրականում հայ առաքելական եկեղեցին պիտի վերադառնա այն հոգեվորականներին, որոնք իրականում կապ ունեն Աստծո հետ, Քրիստոսի հետ ու կարողանան իրականում քրիստոնեական արժեքներ քարոզել, ոչ թե ռազմական հեղաշրջման կոչեր անել կամ պարակտիչ կոչեր անել, ահաբեկչություն օրհնել։ Դուք անձամբ ինչպես եք տեսնում հանգուցալուծումը ստեղծված իրավիճակի, Գարեգին Բ-ն ինքնակամ կթողնի
վեհարանը, թե այլ գուցե աջակցող միջոցառումներ են պետք այդ հիմնվելով այս ամիսների փորձ ասեմ կամ մեր տեսածի վրա, հա, ոչ, Գարեգին բեն չի պատրաստվում հեռանալ, առավել ևս մենք տեսնում ենք, որ ունի նախկին նախագահների աջակցությունը եւ մարդիկ պատրաստ են քաղաքականապես թիկունք կանգնել, բայց նաեւ ուզում եմ մի բան շեշտել, որ վարչապետն էլ ազգային ժողովի ամբիոնից ասաց, որ այն ինչ մենք խոսում ենք եկեղեցու պահով, դա բացարձակապես քաղաքականության հետ կապ չունի, որևէ քաղաքական տար այստեղ եւս փնտրել պետք չի, սա հոգեվորի մասին է եւ պիտի ինչ որ X պահի մենք հասկանանք, որ այդ հասել է կուլմինացիոն կետին եւ ինձ թվում է ընթացքում կհասկանանք, թե ինչ տարբերակով, ինչ մեթոդներով, բայց այն, որ արդեն իրենք փորձում են սա քաղաքականացնել, քաղաքական հենարաններ են փորձում իրենց գտնել, արդեն հրապարակային հայտարարություններ են անում, թե երբ որտեղ ասի մենք կողքնենք, դա արդեն եւս մեկ անգամ ցավալի է եւ եւս մեկ անգամ փաստում է, որ նույն կտրիչը այդ Ռոբերտա Քոչարյանական իմ նշած բանդայի անդամներից մեկն է ընդամենը։ Մի դիտարկում ընդամենը իրենք առնվազն 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսած ընդդիմությանը նկատի ունեն, փորձում են հանրային կոնսոլիդացիա ապահովել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շուրջ, բայց այդպես էլ չեն կարողանում իրենց սևեռուն պլանը իրագործել։ Շաբաթներ առաջ էլ իմպիչմենթի գործընթաց էին վերել ազգային ժողով, տեսանք թե ինչ վախճան ունեցավ, հազիվ 1000-ից ավելի մարդիկ էին հավաքվել ազգային ժողովի շենքի դիմաց, մինչդեռ անընդհատ ասում են, որ պետք է փողոցը աջակցի իմպիչմենթի գործընթացին, պետք է գեներացնել փողոցը եւ այլն։ Հիմա այս մարդիկ, երբ որ ասում են եկեղեցու կողքին ենք, նկատի ունեն, որ իրենց աջակիցներով գնալու են եւ սատարեն եկեղեցուն, այն դեպքում, երբ որ չունեն աջակիցներ, իրենց քաղաքական օրակարգը տրամաբանական ավարտին հասցնելու համար։ Իրենք չեն ունեցել աջակիցներ վերջին 7 տարիներին, դա միանշանակորեն, դրանից առաջ էլ չեն ունեցել, բայց խոսենք մեր իշխանության գալուց հետոյի ժամանակաշրջանի մասին, մի փոքր նախաբան Գյումրիում էլ այդ Վարդանիկին ձերբակալության օրը սկսեցին հայտարարություններ տարածել, այդ տեսեք աջակիցները պահանջում են, չգիտեմ, պաշտպանում են, ինչ են անում, բայց ես ուզում եմ վստահեցնել, որ այդ մարդիկ աջակիցներ չունեն։ Ստիպողաբար մարդկանց սպառնալիքի ներքո տանել հրապարակ կանգնեցնել եւ ասել, որ դրանք Վարդան Ղուկասյանի աջակիցներն են, դա իրականության հետ աղերս ունենալ անգամ չի կարող։ Ես ինքս ապրում եմ Գյումրիում եւ ես դա ձեզ վստահեցնում եմ։ Նույնը այս մարդիկ են, ասենք այդ 1000 հոգին կամ 1500 հոգին, որ հավաքվում են, ով են այդ մարդիկ։ Իրենց գրպանից սնվող, իսկ մենք գիտենք, որ իրենց գրպաններում շատ փողեր կան, Հայաստանի Հանրապետության քաղաքացուց գողացած փողեր կան եւ իրենք պատրաստ են այդ միջոցներով 1000 մարդ բերել եւ կանգնեցնել ազգային ժողովի դիմաց եւ իմիտացիա ստեղծել, որ ինչ որ իմպիչմենտի գործընթաց են սկսում վարչապետի հանդեպ կամ վստահություն չունի այսօրվա ընտրված վարչապետը։ Ես անգամ լուրջ չեմ համարում այս ամեն ինչը եւ շատ խորանալ անգամ չեմ ուզում, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ հիմա արդեն եղանակները ցրտում են ու ընդդիմադիրները հաստատ որոշ ժամանակ գոնե մինչեւ արևի դուրս գալը եղանակների տաքանալը դրսում չեն հայտնվի, այնպես որ որոշակի դադար կվերցնեն մինչև հասկանան իրենց հետագա անելիքները, չնայած շատ քիչ ժամանակ անց մենք կունենանք համապետական ընտրություններ եւ իրենք երևի վերջնական արդեն կստանան շատ շարաչուն ապտակ քվեի տեսքով քաղաքացու կողմից։ Մոտ 1 տարի առաջ Տիկին Պալյան հետազոտական մի կազմակերպություն սոցիոլոգիական հարցում էր իրականացրել եւ պարզվել էր, որ Հայաստանի բնակչության մոտարապես 90%-ը աջակցում է հայ առաքելական եկեղեցուն, ինչպես կմեկնաբանեք, կբացատրեք այն ֆենոմենը, որ այդքան բարձր հանրային աջակցություն վայելող ինստիտուտի դեմ, այսպես ասած, իշխանության կողմից իրականացվող արշավին մարդիկ չեն դիմակայում, փողոցներ դուրս չեն գալիս, չեն լցվում Էջմիածնի շուրջ բոլորը
չեն աջակցում կաթողիկոսին, ի՞նչն է պատճառը։ Որովհետև իրենք հասկանում են, որ այդ նույն նշած կաթողիկոսը բացարձակապես կապ չունի եկեղեցու դեմ։ Այսինքն այդ հարցման մեջ մարդիկ եկեղեցու նկատմամբ իրենց վստահությունն են ներկայացրել, իրենց կարծիքն ու տեսակետը որպես ինստիտուտ, բայց ոչ անձերի, ենել են անձերի, որոնք առնվազն ահաբեկչական շարժումներ են փորձում առաջնորդել։ Ես ուզում եմ մենք սա մեկընդմիշտ տարբերակենք եկեղեցին կտրիչներից եւ կտրիչանման կերպարներից, աջապահյաններից, այդ մարդիկ կապ չունեն բացարձակապես եկեղեցու կամ հոգեվոր ինչ-որ արժեքների հետ։ Այո, դուք ճիշտ եք նշում, մենք հավատացյալ ժողովուրդ ենք, հայ քրիստոնյա ժողովուրդ ենք, բայց միևնույն ժամանակ քաջ տարբերակում ենք կտրիչին եկեղեցուց եւ հասկանում ենք, որ իրենց մեջ կապ անգամ լինել չի կարող։ Ու նաեւ որ այսքան ժամանակ փաստորեն մեր եկեղեցու պատերի ներսում, ես մի անգամ եմ այս ձևակերպումը ասել, ահաբեկիչներ են բուծվել ընդհանրապես։ Ես սա ցավով եմ նշում, բայց եկել է պահը, որ մենք բոլոր խնդիրները իրենց անուններով կոչենք եւ մեր շատ սիրելի քաղաքացիներին, այո, եւս մեկ անգամ բացատրենք եւ ասենք, թե իրականում ինչ է մեր ասելիքի հիմքում ընկած, որ կտրիչը, կտրիչանմանները եկեղեցին որպես ինստիտուտ այդ մարդիկ կապ չունեն, ընդհանուր որևէ բան չունեն եկեղեցու հետ։ Շատ փող ունեցող գործիչների թեման արծարծեցիք, Տիկին Պալյան, գիտեք, որ շատ փող ունեցող ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանն է մտադիր մասնակցել 2026 թվականի ընտրություններին եւ նկատեմ, որ նրա կողմից առաջնորդվող հրահանգվող մեր ձևով շարժումը շտապեց աջակցել Վարդան Ղուկասյանին, իր անվերապահ աջակցությունը ընդհուպ հայտնեց։ Նաև գիտեք, որ այս շարժումը եկեղեցապաշտպանության դիրքերից է հանդես գալիս։ Նախ կուզեի արձագանքեիք այդ հապճեպ աջակցությանը ուղղված Վարդան Ղուկասյանին եւ ինչ կանխատեսում ունեք մեր ձևովը, որը պիտի փոխակերպվի քաղաքական ուժի, արդյոք շանս ունի հայտնվել ապագա խորհրդարանում եւ Գյումրի 2 սցենարի իրագործման քաղաքական ուժերից մեկը դառնալ, որի մասին ի դեպ օրերս իր ասուլիսում ակնարկեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Եթե չակնարկեր էլ ձեր նշած անձը, մենք բոլորս քաջ գիտակցում էինք, որ իրենց նպատակը 26-ի ընտրություններին գնալիս պիտի լինի Գյումրի 2 կրկնելը, դա մենք բոլորս հասկանում ենք, քաղաքականությունից քիչ թե շատ հասկացող մարդիկ, բայց միևնույն ժամանակ պիտի դրան զուգահեռ նշենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին Գյումրու ընտրություններից հետո առավել եւս վստահ եմ գիտի, թե ինչպիսի ընտրություն չպետք է կատարել։ Ես սա ուզում եմ, որ մենք արձանագրենք, սա ես համոզվում եմ ամեն օր քաղաքացիների հետ շփման արդյունքում եւ ուղղակի խոսքեր չէ, որ ասում եմ, այնպես որ այդ առումով, որ իրենց մոտ ստացվելու է Գյումրի 2 կրկնել, ես ուզում եմ իրենց հիասթափեցնել, չի ստացվելու։ Սամվել Կարապետյանի իրենց ձևով, մեր ձևով չգիտեմ էլ, հա, ինչ են անում, ինչ շարժում են անում։ Նորից հերթական անշարժ շարժումներից մեկն է Իմիջայլոց այդ մարդու ղեկավարած շարժումը, նմանատիպ շարժումներ մենք շատ ենք տեսել, որը այնքան արագ է մոռացվել, որ այս պահին եթե ուզեմ անունով էլ հիշեմ, չեմ հիշի, բայց նմանատիպ փորձեր, օրինակներ մենք շատ ունենք մեր աչքի առաջ, այնպես որ ուզում է պաշտպանի Վարդան Ղուկասյանին, ուզում է գա եւ փորձի այն քնած լաոին արթնացնի, միևնույն է իրենց մոտ ոչինչ չի հաջողելու, որովհետեւ այսօրվա իշխանությունը իդեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու սերն ու վստահությունը, ամեն դեպքում ամենակարևորը ես կարծում եմ, որ մենք նորից պիտի խոսենք հաստատված խաղաղությունն է, որը նորից եկել է մեր պետություն եւ այսօր իրականություն է վարչապետի ջանքերի եւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ եւ դա ուղղակի չտեսնել, չգնահատել, ես չգիտեմ ինչպես է հնարավոր։ Այնպես որ մենք այսօր ապրում ենք խաղաղ Հայաստանում, որը մեր իշխանության օրոք է հաստատվել եւ դա շատ լավ գիտակցում է նորից մեր ընտրողը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ հենց այս ամեն ինչից ելնելով է ինձ մոտ այն վստահությունը ամրապնդված, որ մենք 26 թվականին բացարձակ մեծամասնությամբ նորից վերընտրվելու ենք։ Իսկ ձեր նշած
այդ հապճեպ աջակցությունը, դա աջակցությունն էր քաղաքական գործ չի ընդդիմադիր համայնքապետին, թե դա աջակցություն էր կոռուպցիոներին։ Ուզում եմ տեսեք, մենք առիթ ունեցել ենք այս մասին խոսելիս։ Այստեղից էլ падգամավորներ ընդդիմադիրներից կես ժամվա ընթացքում հասան Վարդան Ղուկասյանի կողքը եւ իրականում իրենք ոչ թե այդ անձի կողքն էին, այո, իրենք ոչ թե այդ անձի կողքն էին, այլ ես կարծում եմ, որ հենց այդ գաղափարի այն բարքերի, որով իրենք տարիներ շարունակ ապրել են, որը իրենց համար ես արդեն նշեցի կենսակերպ է։ Այդ մարդիկ ոչ թե կանգնում են անձերի կողքին, այլ գաղափարների ճանապարհի, որով գնում են վարդանիկները եւ իրենց քաղաքական հայրերը։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, Տիկին Պալյան։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։